Պարոն Սարգսյան, կներկայանաք նախնական զրույցում ասացիք, որ ՀԿ եք ներկայացնում։ ՀԿ, բայց այդ ՀԿ-ն կուսակցություն չի։ Հա, հասարակական Թոշակառուների հասարակական կազմակերպություն Միության նախագահն։ Շատ լավ։ Ձեր դիտարկումները առաջիկայում ընտրություններ են, հա, դրա վերաբերյալ մասնակցող ուժերի վերաբերյալ 19 քաղաքական ուժ է մասնակցելու, որին եք հակված, ինչպես եք մասնակցելու ընտրությունը, ինչից ելնելով։ Հանդիսանալով հասարակական կազմակերպություն ինձ հետաքրքրում էր որոշ կուսակցությունների ժողովների նույնիսկ եղել եմ։ Օրինակ։ Օրինակ պետք չի վերել, որովհետև ես անկոչ հյուրի կարգով եմ եղել, ուղղակի կողքից որպես դիտող։ Ես Հայաստանում կոնկրետ ուժ չեմ տենում, կոնկրետ ծրագրեր չեմ տենում, որ կարող նպաստեն մեր, ոնց ասած, հասարակությունը այս ցեղից դուրս բերելու համար։ Դուք մասնակցելու եք ընտրություններին։ Անպայման։ Եվ եթե գաղտնիք չեք ասեք, որ ուժին եք վերկել։ Չէ, ես բոլոր ուժերին դեմ եմ։ Ոչ թե կուսակցության խոսքերն եմ ասում, այլ ընդհանրապես բոլորին դեմ եմ։ Գնալու եք ինչպես քվեարկեք, ասացիք անպայման գնալու։ 19 հատ X եմ գնելու։ Բոլորի վրա։ Բոլորի վրա։ Իմ թերթիկը չեմ ուզում անվավեր լինի։ Բայց դե ամեն դեպքում ձեր ձայնը փոշիանալու է, որովհետև Ոչ, չի փոշիանում։ Եթե դու թերթիկը գցում ես բոլորի խաչ կաշած, թերթիկը չի փոշիանում։ Եթե չես գնում, կամ կարող է 3-ին խաչ կաշած մնացածին գցես, դա արդեն անվավեր է ճանաչվելու ձեր թերթիկը։ Անվավեր չէ, դա քվեարկությանը մասնակցած թերթիկ է։ Բայց անվավերների շարքն է։ Ոչ։ Եթե դուք լրագրող եք, մի հատ հետաքրքրվեք այն մարդկանցից, որոնք եղել են նախորդ ընտրությունների կազմում։ Ձեզանից հետաքրքրվում եմ, եթե բոլորին խաչ եք հաշվում, ձեր թերթիկը ինչ է լինում։ Իմ թերթիկը հաշվում է որպես բոլորին չքվեարկած անձ։ Որին չքվեարկած նման կացեք։ Հիմա լավ, ասենք ասենք, մի րոպե, ասենք ասենք 19 կուսակցություններ են, չէ՞։ Այդպիսի թերթիկները հաշվում են, որ 20-րդ կուսակցությունն է, որը ոչ մեկին ձայն չի տալիս։ Հա, դուք այդպես հասկացաք։ Շատ լավ։ Ես ոչ թե այդպես գիտեմ, բայց փաստ է։ Հա, շատ լավ։ Պարոն Սարգսյան, դուք թոշակառուների այսպես միության հասարակական կազմակերպություն եք ներկայացնում։ Վերջինս իշխանությունը բարձրացրեց թոշակները 10,000 դրամով, դուք ենթադրում եմ թոշակառու եք, նաև դուք եք, ձեր թոշակն է բարձրացել։ Սա արդյոք դուք դիտարկում եք ընտրություններից առաջ ընտրակաշատ թե ոչ եւ ինչ կարծիք ունեք։ Դրա վերաբերյալ նաև ենթադրում եմ, որ ապահովագրությունից առողջապահական օգտվել եք կամ կօգտվեք։ Կա կարծիք հեռուստա հաղորդում, երևի գիտեք։ Դե նման ալիք է։ Հասարակական Հանրայինով է։ Հանրային, հա։ Ես հանրային չեմ նայում, ճիշտ ասած։ Որ նայեք, ես ընդ վերջի արտադրությունը որ տվել եմ, այդ թոշակների վերաբերյալ կակրած խոսացել եմ, Փաշինյանը ժողովրդին ձեռ առնում, թոշակառուին։ Ինչ վերաբերում է թոշակներին, եթե նա թոշակները պետք է բարձրացներ, այդ բանը ինքը պետք է աներ 25 թվականից սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ես չեմ հիշում երբ է եղել, երբ որ բան էին անում։ Վատ է դեպքշողությունը։ Հա, բոլորին մի խանգարում։ Հա, կներեք, դուք որ ուժ եք, եկեք տատիկ ջան, եկեք խոսենք։ Փաշինյանական է երևի։ Ես կպարի, ես։ Ուրեմն ինչ էի ասում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինքը պետք է մտցներ բյուջեի մեջ, որպեսզի այս տարվա բյուջեն նախատեսած լիներ այդ թոշակների բարձրացումը։ Այսի ընդհանրապես կաշառք է թոշակառուներին ընտրություններից առաջ, որ այս տիպի տատիկները ինքը իմ հովանավորության տակել է, բայց ինքը չի հասկանում այդքան բանը։ Այդ տիպի տատիկները գնան քվեարկեն Փաշինյանի օգտին։ Շատ լավ։ Թոշակների հետ կապված էինք զրուցում, ավելացվել է, դուք ասացիք, որ դա այսպես նախընտրական միջոց է, հա։ Ես նշեցի, որ
Եթե ավելանալու է, հոկտեմբեր-նոյեմբեր ամսին պետք է պետական ծրագրով, այսինքն մտցվեր բյուջե, որտեղից թոշակառուն հունվարի 1-ից պետք է թոշակ ստանալ բարձր։ Բայց քանի որ չեն արեցին ապրիլի 1-ից, ուրեմն դա ընտրակաշառք է։ Եթե իրենք մնացին, նորից հետ են վերցնելու այդ դրանները։ Հենց որ թոշակառուին իրանք ուզեցան ասել, տես մենք դեր թոշակները ավելացրինք մեզ ընտրեք, բայց այդպես բան չկա, ժողովուրդ ոչ մեկին ավելի լավ է, ոչ մեկին չընտրել, քան սա ԿՊ ընտրել։ Ձեր գլխին էսի փորձենք։